Կարմիր երկար ժապավեն է կապել, դեղին մազերով տիկնիկին հետ է վերցրել, բժշկուհուն պետք է ցույց տա։ Մատներն արդեն այնքան ճկուն են շարժվում, որ տիկնիկներ է պատրաստում Մարետան։ Մեծ տիկնիկ սարքեն տելերով, դեղին գույնը մազերով, սիմոն երեխաները առողջ լինեն, ես էլ առողջ լինեմ։ Մարետայի մոտ 6 ամիս առաջ է հաստատվել ախտորոշումը, որի հետ հաշտ պետք է ապրի մի ամբողջ կյանք՝ պատանեկան արթրիտ։ Ընդհանրապես չենք պատկերացնում այս ինչ հիվանդություն է, որովհետև անգամ չենք լսել։ Մենք իր հիվանդությունը որպես վիրուսային ենք պատկերացրել։ Հիվանդության առաջացման պատճառներն անհայտ են, կարող է ի հայտ գալ մինչև 18 տարեկանը յուրաքանչյուր երեխայի մոտ։ Ռոբերտի մոտ պատանեկան արթրիտ ախտորոշվել է, երբ 4 տարեկան էր։ Շատ դժվար էր սկզբից, չէինք համակերպում ոչ մի կերպ, ինչի հենց մենք, ինչի հենց մեր բալիկը, հետո արդեն տեսանք, որ շատ կան նման երեխաներ, մենակ մենք չենք։ Միշելն արդեն 8 տարի այս ախտորոշման հետ է, նկարչուհի է, պարուհի, ջութակահարուհի, դպրոցում գերազանցիկ հենց առաջին դասարանից։ Առավոտյան չէր կան ոտքը դնել գետնին, միջև անցնում էր մի կես ժամ, մի ժամ, նոր ինքը կարողանում էր շատ վատ քայլել, հետո նոր ոտքը բացվում է։ Ցավերը մեղմելու, շարժունակությունը վերականգնելու, հաշմանդամության հասցնող բարդություններից խուսափելու միայն մեկ տարբերակ կա՝ դեղորայքային բուժում։ Ես մտածում էի, ասեմ թե չասեմ, որովհետև դա ավելի մեծ տրավմա է ծնողի համար, որ գիտի, որ այդ տեղը կա, ինքը չի կարողանում առնել, դրա համար իր երեխան չի քայլում։ Թանկարժեք դեղերը ամբողջ կյանքի համար են, յուրաքանչյուրին անհրաժեշտ պարբերականությամբ, ամսական 200,000 դրամից 400,000 դրամ արժողությամբ։ 181,000 արժեր մեկ այդ սրվակը, բայց այն ժամանակ ինքը փոքր էր։ Իսկ հետո ըստ քաշի, երբ որ երեխան մեծանում, արդեն պետք է 2 սրվակ գնել, այսպես է։ Ամուսինս գնաց արտերկիր աշխատել, որ կարողանանք ինչ-որ բան, հարցեր կարողանանք լուծել։ Շատ թանկ տեղ էր, որը պետք է սրսկվենք մենք ամիսը 1, 2 ամիսը 1, բայց գումարի պատճառով եղել է, որ լավ ուշացրել ենք։ Խոսքերով չեմ կարելի արտահայտեմ, դա շատ դժվար է ծնողի համար, երբ որ պետք է երեխայիդ օգնես ու դու չես կարողանում այդ պահին։ Մոտ մի տարի շարունակ ինքներս են գնել դեղորայքը, ամիսի 2 անգամ ստանում էինք։ Գումարը ամսական նստում էր մեր վրա 400,000 դրամ ճանապարհածախսով ընդհանուր։ 2024 թվականից եվրոպական արտադրության թանկարժեք այս դեղերը Հայաստանում երեխաներին տրամադրվում է պետության կողմից ամբողջովին անվճար։ Ես ինքս շատ բավարարված եմ ինձ զգում, որ կարող եմ ծնողին ասել, ձեր երեխային անհրաժեշտ է կենսաբանական այս դեղը եւ մենք կարող ենք դա ապահովել։ Այս դեղերը ունեն 80-ից 90% արդյունավետություն։ Դա ինչ-որ մի հատ հրաշք է մեզ համար։ Որտեղ մենք չենք պատկերացնում, որ կարող է այսպես երեխան իրեն զգա անգամ, որ ցավեր չզգա։ Ես կարամ ինձ իրավունք վերապահեմ բոլոր ծնողների անունից, շնորհակալություն հայտնեմ, որ նման նախաձեռնություն կա, նման մեծ աջակցություն։ Ես հիշում եմ շատ երեխաներ սայլակներով։ Հիմա դա հսկայական հաղթանակ է։ Հայաստանում շուրջ 400 երեխա ունի պատանեկան արթրիտ ախտորոշումը, նրանցից 79-ին է ցուցված թանկարժեք դեղերը, բոլորն էլ արդեն դրանք ստանում են պետության կողմից։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն։